Առաջին հերթին Թեհրանում լինելը հիմա շատ վախեցնող է։ Վախենալու է ոչ թե լուրերով լսածի պատճառով, այլ որովհետև ապրում ես ծխի, պայթյունի ձայների, հակահրթիռային համակարգերի եւ ԱԹՍ-ների մեջ։ Թեհրանից հեռանալը նույնպես բարդ է, եւ սա, եթե բախտդ բերել է եւ գնալու տեղ ունես։ Շատերը քաղաքներից են, որոնք անվտանգ չեն վերադառնալու համար։ بگذاریم که خیلیا مثلا شهرهای مادری و پدریشون هم جاهای قابل رجوعی نیستن. Մայրս հրաժարվեց հեռանալ տանից, որի մերձակայքում պայթյունները շատ ուժգին էին լսվում, եւ ես տանը փոքր երեխա ունեմ։ Աղաչում էինք տատիկիս լքել քաղաքը։ Նրանք հասվարակույրները քաշել եւ ճակատագրին էին սպասում։ Թեհրանի բնակիչները մի տեսակ թերահավատ են։ Երբ սկսվեց, մարդիկ իրենց սովորական կյանքին անցան, կարծես ոչինչ չէր եղել։ Այս պահին Թեհրանում սննդի պակասի նշաններ չկան։ Դե մարդիկ այնքան փող չունեն, որ կարողանան այդ թանկ ապրանքները մեծ քանակությամբ գնել։